Փաշինյանը ամենաշատը վախում է ինչ որ համախմբումից, կոնսոլիդացիայից, հավաքական պայքարից իր դեմ։ Ինքը ամեն ինչ անում է եւ այդտեղանք է իրանք այնպես են մշակել, որ կուսակցությունների մոտ իսպար բացակայի միավորվելու, դաշինքների մեջ միավորվելու շահը, որովհետեւ իսկ եթե կուսակցությունով գնան, մի կուսակցությունով դե ֆակտո լինի դե ֆակտո տարբեր դաշինքներ, տարբեր չէ սկսում, որովհետեւ օրինակի համար մենք շատ հաճույքով կտրամադրենք Հայ ազգային կոնգրեսի շրջանակը դե ֆակտո դաշինքի համար։ Ասենք ախպեր մենք մեր կուսակցությունը ձեզ մատաղ եկեք իսկ եթե ուրիշը ձեզ ասի դե հիմա ստացվում է ուրիշի տեսանկյունից ստացվում է խնդիր, որովհետև ցանկացած կուսակցություն այնուամենայնիվ գալիս է այն, ինչը ես ասում եմ։ Չէ, բայց այդտեղ ամբիցիաներ։ Չէ, ամբիցիա չի։ Սա բնական մոտեցում է, որովհետև եթե դու ֆորմալ ստացվում է որ բաց ես թողում ընտրությունները, որովհետև ֆորմալ քո կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։ Դու քարես գցում քո կուսակցության զարգացման բնականon ուղու վրա։ Քարես գցում։ Չէ, համաձայն չեմ։ Այո, իրավաբանորեն տեսեք, իրավաբանորեն եւ դե յուրե ճիշտ է, բայց քանի որ հիմա կա խնդիր, որ մենք այսօր հենց այդ ենք քննարկում, չէ՞։ Փոխել այն, ինչը որ անհասկանալի է պարզապես, որից հետո բոլորը միասին դնեն այն խաղի կանոնները, որտեղ հետո բոլորը կմասնակցեն իրենց կուսակցություններով, ով կանցնի, ով չի հասնի։ Իրականում, եթե մենք ստեղծենք օրինակի համար, մենք բանակցում ենք, խոսում ենք, ստեղծենք մի հատ շատ մեծ դաշինք, ասենք, որի մեջ ես դրան եմ դեմ։ Չի աշխատի։ Դե լավ, ես էլ դեմ եմ քո ասածին։ Իհարկե։ Եթե շատ մեծ դաշինք։ Ես երկուսին էլ կողմ եմ եւ ուզում եմ հիշեցնել, որ այս ուր ժամին 930-ից ավել մարդ մեզ դիտում է եւ դե մի քիչ ակտիվացրեք խոսակցությունը 1000-ը անցնենք էլի։ 1000 մի մոմենտ անցանք եկանք։ Բա այն ժամն է կասեիր։ Դե ժամն էլ է, դու ծանր է ժողովուրդ, այս ժամին։ Հիմա եթե մենք ստեղծենք մեծ դաշինք, իսկ մեծ դաշինքը արդեն նշանակում է, ասենք, մեր ձևովի հետ եւ այլն, sense որ սա դառնա մի հատ լուրջ համազգային քաղաքական շարժում, որտեղ միավորվեն լուրջ կուսակցություններ, իրատեսական, ռացիոնալ եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում կարելի է ընդհանրապես չմտածել, թեկուզ 10%-ը պրոբլեմ չի լինի։ Իհարկե։ Հա։ Բայց եթե դաշինքը չստեղծի, որը ես համարում եմ առաջնային նպատակ, հիմա կարանք ստեղծենք, չենք ստեղծի, այդ դեպքում արդեն իսկապես այս օրենքը դնում է բոլոր կուսակցությունների մի վիճակի մեջ, որ պետք է գնաս արդեն որպես կուսակցություն մասնակցել։